Մարտի 16-ին Արաբկիր բժշկական համալիր ընդունված 1 տարեկան երեխայի առողջական վիճակը ծանր է։ Նա շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։ Կլինիկական մահ ախտորոշման Արաբկիր բժշկական կենտրոն տեղափոխված տղա երեխայի դեպքի առթիվ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննության ընթացքում ձերբակալվել է 1 անձ։ Հայաստանի Հանրապետության դատախազությունից հայտնում են բժշկական կենտրոն ընդունված երեխան հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար բռնության է ենթարկվել իր հոր երկրորդ կնոջ կողմից։ Իսկ մարտի 15-ին կինը երեխայի նկատմամբ սպանության փորձ է իրականացրել։ Կնոջ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու եւ սպանության փորձ իրականացնելու մասով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Հանգամանքները պարզելու համար Շանթ հեռուստաընկերությունը զրույց ունեցավ Մասիսի խնամակալության եւ հոգեբարձության հանձնաժողովի անդամ Լուսինե Աստաբացյանի հետ, ինչի արդյունքում պարզվեց երեխան հոր հետ չի բնակվել։ Ինձ համար հասկանալի չի մայրը իր ծնողական պարտականությունները ինչքանով է կատարել, որ երեխան գտնվել է ոչ հոր մոտ, ինչ է օտար մարդու մոտ գտնվել ամիսներ շարունակ ու ոչ մի միջոց չի ձեռնարկվել կամ տեղյակ պահեն կամ եթե երեխան չէին կարողանում պահեն իմացանային պետությունը համապատասխան միջոցներ կձեռնարկեր ըստ տատիկի եւ ըստ քեռու երեխայի հայրը չի եղել։ Այսինքն երեխան ամիսներ շարունակ գտնվել է Երևանում այդ մարդու մոտ, ինչ պատճառով ինձ համար էս բանն անհասկանալի է։ Տեղեկացանք նաև, որ երեխան ունի զույգ եղբայրներ եւ 1 քույր եղբայրներ այս պահին գտնվում են մանկատանը, իսկ տատիկի խնամքի տակ գտնվող 4-ամյա աղջիկը 3 տեղափոխվել է Հով երեխաների պաշտպանության կենտրոն։ Դեպքը միայն իրավական գնահատականի հարց չէ, այն ունի նաև հոգեբանական խորքային պատճառներ, որոնք փորձեցինք հասկանալ հոգեբանի հետ։ 1 տարեկան երեխայի նման ֆիզիկական եւ հոգեբանական տրավման հետևանքը նույնիսկ չի կարելի ակնկալել, որ կլինի դրական։ Բնականաբար մենք ունենալու ենք ընկճված, անինքնավստահ, անլիարժեք, տրավմատիկ, նույնիսկ վախենամ, որ կունենանք հակասոցիալական վարքի տարել, որովհետև երեխան բնականաբար իր հետ այս սցենար մեծացնելու ուզելու է վրեժ խնդիր լինել, ուզելու է փախնել հասարակությունից, ուզենալու է իր արևի տակ տեղը ամրագրել, իսկ այս բոլոր դեպքերում գործողությունները լավագույնը չեն լինում։ Հոգեբանի խոսքով նման դեպքերը կանխելու համար անհրաժեշտ են հստակ քայլեր։ Երեխաները պետք է պարտադիր մանկարժեհոգեբանական հոգացության ուշադրության կենտրոնում հայտնվեն, տարիներ է պահանջվելու այս ամենի միջից երեխաներին հանեն, 2 տեք ծնողներ, կենսաբանական ծնողներ կոչված անձանց պետք է մեկուսացնել, սա իմ առաջարկն է որպես մասնագետ, իմ հանրային ձայնն է։ Նրանց պետք է երեխաներից մեկուսացնել, որովհետև գիտեք, երբ որ մենք ունենք ինտելեկտի հետ խաղ, այսինքն չկա ինտելեկտը ցածր է, չկա կրթվածության, զարգացման որևէ շեմ, ապա նրանք միայն կարող են բազմանալ։ Իսկ ես չեմ կարող երեխայի մեծագույն այդ հրաշքը ծնունդը ուղղակի անվանել բազմանալ։ Մինչ իրավապահները փորձում են պարզել դեպքի բոլոր հանգամանքները, բժիշկները շարունակում են պայքարել փոքրիկի կյանքի համար։ Էլեն Խուդոյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։